Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից եւ նրա ձերբակալությունից ժամեր անց վարչապետ Փաշինյանը խոսում է միլիարդատիրոջ ընկերության նպատականող ՀԵՑ-ն ազգայնացնելու, պետականացնելու մտադրության մասին։ ՀԵՑ-ը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ ՀԵՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Ավելի վաղ Փաշինյանը Facebook-ում էր մի գրառում արել, զգուշացնելով ՀԵՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխղճոր են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից, պետականացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի։ Ինչպես է պատրաստվում սա իրականացնել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով ազգային ժողովում արդեն ՀԵՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ կա։ Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ այստեղ օրինական գործընթաց չի տեսնում։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարակուսում է, արդյոք սա ազգային ժողովով լուծելու հարց է։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ավելացնում, որ պայմաններում պետությունը կարող է մասնավոր բիզնեսում մաս ունենալ։ Խորհրդանում ունի մեծամասնություն եւ ունի բոլոր հնարավորությունները նաեւ խորհրդանով այդ process իրականացնելու համար, բայց ընթացակարգային առումով չգիտեմ թե ոնց է իրականացվելու, հատկապես երբ որ գործընթացը մեկնարկը ապօրինի է, բնականաբար մենք չգիտենք ինչ նոր սյուրպրիզներ կլան եւ այդ ապօրինությունները ինչպիսի դրսեւորումներ կստանան։ Եթե բացենք մեր օրենսդրությունը, ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ։ Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով բաժնետերերի հետ համաձայնությամբ։ Հայաստանի էլեկտրական ցանցերը Ռուսաստանաբնակ միլիարդատերին պատկանող Տաշիր գրուպը ձեռք է բերել 10 տարի առաջ 2015 թվականին։ Ընդդիմադիր падգամավորները ավելի քան վստահ էին, որ Կարապետյանի հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ անդրադարձ կունենա Հայաստանի միջազգային ներդրումների վրա։ Սա անցալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում եւ բավականին վատ ազդեցություն ունենալու մեր ներդրումային միջավայրի վրա եւ Հայաստանի որպես պետություն նաեւ սա իմիջային մեծ խնդիրներ է ստեղծել։ Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատ թարացում, մենք ունենալու ենք կապիտալի արտահոսք։ Այս զարգացումներին զուգահեռ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանեց ՀԵՑ-ին։ 12 էջանոց որոշման մեջ մանրամասն նշված էին ընկերության տևական ժամանակ թույլ տված խախտումները։ Դեմ չկա, շնորհակալություն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Ազատության հետ զրույցում պնդեց, որ այսօրվա որոշումը կապ չունի Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողի հետ։ Այդպիսի ուղիղ հրահանգների ես չեմ ենթարկվում։ Մեսրոպ Մեսրոպյանը անցած տարի է ընտրվել այս պաշտոնում իշխող ԿՊ-ի անդամակցությունը սառեցնելուց հետո։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանը այն ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչապետը առաջարկել է, նաև ձեր առջև պայման է դրել խլելու ՀԵՑ-ը օրինակ։ Նման բան չկա։ Քաղաքական հարցերին այսօր Մեսրոպյանը չպատասխանեց, չհստակեցնելով նաև արդյոք իր գլխավորած հանձնաժողովի գործողությունները կարող են նպաստել վարչապետի մտադրությունների իրականացմանը։ Երբ որ կլինի նման քաղաքական որոշում եւ դրա արդյունքում բնականաբար արդեն կլինեն համապատասխան հիմքեր, բայց ես առանց այդ քաղաքական որոշման սպասելու, մենք առանց այդ քաղաքական որոշման սպասելու բոլոր այն թերությունները, բոլոր այն արձանագրված խախտումները, որ տեսնում ենք ոչ միայն ՀԵՑ-ում, այլ նաև Գազպրոմում, այլ նաև Վիոլայում մշտապես ենթարկա են մեր վերահսկողությանը եւ այդտեղից բխող գործողությունների։ ՀԵՑ-ից ներկայացուցիչ այսօր չէր եկել նիստին, ըստ Մեսրոպյանի սա առաջին դեպքն էր։ Կարելի է ենթադրել, որ հաշվի առնելով 3 տեղի ունեցած իրադարձությունները մի փորձեք ինձ քաղաքական գնահատականների դաշտ տանել։ Օրվա երկրորդ կեսին էլ հայտնի դարձավ, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սանիտարահիգենիկ ստուգումներից հետո կասեցրել է Կարապետյանին պատկանող պիցցա Տաշիր ՍՊ-ի 30 կետերից 4-ը։ Դրանք այս պահին փակ են, աշխատողներն էլ հրաժարվեցին հարցազրույցներից։